օգնությամբ այսօր մենք դարձյալ պիտի շարունակենք խոսել բարեխոսական աղոթքի մասին։ Սակայն այսօր մենք պիտի անդրադառնանք բարեխոսական աղոթք բարձրացնողի բնութագրության մասին, իր քարակտերին մասին, նկարագրին մասին։ Անոր համար այսօրվա մեր քարոզի նյութն է բնութագրությունը բարեխոսողին։ Բարեխոսական աղոթք բարձրացնողին բնութագրությունը։ Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարթանք Եբրայեցիս նամակին 11-րդ գլխում 23-ն մինչև 29-րդ համարը։ Հավատքով երբ ծնավ Մովսես իր ծնողներուն ցերկով 3 ամիս քաղուտ պահվեցավ։ Բացնզի դղան գեղեցիկ տեսան ու չվախցան թագավորին հրամանել։ Հավատքով Մովսես երբ մեծավ չընդունեց փարավոնին աղջկան որդի գոչվի։ Քանզի ավելի աղեկ սևեց Աստուծո ժողովրդին է չարչարվի, քան թե մեղքին ժամանակավոր զվարճությունը վայելել։ Ավելի մեծ հարստություն սևեց Քրիստոսին նախադինքը, քան թե Եգիպտոսի քանցերը, վասնզի դիտելով կսպասել վարձքի հալուցումը։ Հավատքով Եգիպտոսը թողուց ու չվախցավ թագավորին փառքութենեն, վասնզի համբերեց, որպես թե անտեսանելին կտեսներ։ Հավատքով ըրավ Զադիկը և Արունին սրսկիլը, որպեսզի անդրանիկները սատկեցնողը իրեն չթրջի։ Հավատքով Գարմիր ծովեն անցան, որպես թե ցամաքեն, որում փորձը ընելով եգիպտացիները ընկղմեցան։ Ուրեմն քույրեր եղբայրներ մենք տեսանք թե բարեխոսական աղոթք բարձրացնող Աստուծո մարդերուն միջոցով Աստուծո ժողովրդին մեջ մեծ արթնություններ դերի ունենային, մեծ փրկություն և հրաշագործություն գվայելեր Աստուծո ժողովուրդը։ Եվ քաջալերական գետը այն է, որ Հակոբոս Արաքյա իր նամակի մեջ կսե Եղիա մեզի պես գիրքերու դեր մարդը։ Այսինքն Աստուծո մեծ մարդերը, որ մենք կգոչենք մեծ Աստուծո մարդեր, մեզ նման են։ Ինչ որ իրենց կյանքի մեջ իրականություն էր, նույնը գրնա իրականություն կլա մեր հավատքի կյանքի մեջ։ Հակոբոս կսե Եղիա մեզի պես գիրքերու ենթակա մարդ էր, բայց աղոթ կրավ ու երկին կոծվեցավ և աղոթ կրավ երկին բացվեցավ։ Դերոջի շնորհքով այսօր մի քիչ մենք պիտի նայենք Մովսեսի բնութագրությանը, որովհետև Մովսես այդ 3 անձերեն մեկն է Մովսես Եղիա Դանիել, որոնք հին ուխտի մեծագույն բարեխոսողներն են։ Բարեխոսական աղոթք բարձրացնողին բնութագրությունը, իր անձնավորությունը և հոգևորությունը, որ ինչպիսի հոգևոր կյանք կապրի, պայման է, որ Աստուծո հաճելի ըլլա։ Աստուծո հաճելի մարդուն աղոթքը գլսվի և կպատասխանի։ Ոչ թե ինչ բառ է խոսեց, ինչպիսի բառեր գործածեց, հապա ով է բարեխոսողը։ Եվ մեկը մեկում բարեխոսություն պիտի, մեկում համար բարեխոսություն պիտի նա և կներկայանա անձի, թե մինը կսե որովհետև ես քու անձիդ վրա համարում ունի, որովհետև քեզ կճանչնամ, որովհետև քեզ կսիրեմ, որովհետև քու կյանքը հարկարժան կյանք է, ես քեզ չեմ մերժել և քու խնդրանքը կկատարեմ։ Ոչ թե ինչ բառ է խոսեց, որպես բառեր լեզվական, հապա ով է բարեխոսող։ Մենք գիտենք, որ հնգամատյանը Մովսես գրած է, Ծննդոց 17 տվոց 2-րդ օրինաց գիրքը։ 4 գրքերը, բացի Ծննդոցը, կփառկանա 87 գլուխները, Ելից 17 տվոց 2-րդ օրինաց։ Եվ եկավ ժամանակը, որ այս 87 գլուխներում մեջ ձևերված Մովսեսի կյանքը և գործերը ուզեց ամփոփել, խտացնել, խտացուց
եւ 7 համարներով մեզի ներկայացուց։ Ինչ որ հիմա գարտացանք։ Վերջերս այսպիսի քննություն մգա։ Բարձր վկայականներով։ Օրինակ, դու մագիստրատուրայի մեջ ես։ Դասախոսը քեզի քիթ ունգուդա 1000 էջ։ Կսասիկա գարտա։ Վերջը կներկայանաս քննության։ Քեզի նիսե այս քիթքը 8 րոպեից 8 նախատասություններով ներկայացուց։ Ինչ բան պիտի չի լսես, ինչ բան անպայման պիտի հիշես։ Օրինակ, եթե մեկը աստվածապահը կա քեզի լսե այլ նոր գտակարանը եւ գարտա։ Եթե կա քեզի լսե 8 նախատասությունով ներկայացուց։ Դու անպայման պետք է հիշես, որ Հիսուս քույսը է ծնած։ Պետք է հիշես, որ ածունունը մարգարեությամբ է։ Պետք է հիշես Հիսուսի հրաշագործ ըլլալ։ Անպայման պետք է հիշես, որ Հիսուս անմեղ է։ Պիտի հիշես խաչելությունը, պիտի հիշես հարությունը, եւ պիտի հիշես, որ ինքը գնաց Սուրբ Ոգին ղրգեց։ Եթե լսես հրաշ կրավ, հիվանդը բժշկեց, եթե լսես քալելով ինքը գնաց Գալիլեա դուրեկու, երբ գիսե գոդրվեցար։ Բաներ կա, որ անպայման փած թողնվելու չեն։ Եվ ճիշտ նույնը ըրավ Բողոս Արաքյալ, որովհետև ինքը գճաշնար իր լսարանը։ Ուղեկցին անունը եբրայեցիս է։ Այդ օրին եբրայեցիներուն թիմագայած մարդա հրավերը ձանր նեղությունը նույնքան ինքը մեջ են գանցներ։ Եվ պետք էր, որ եբրայեցիները հաստատում ըլլային և իրենց հավատքի հերոսները ներկայացուց։ Եվ գարկը եկա Մոսեսին կյանքը Ելիցեն մինչև երկրորդ օրինացի վերջը շատ բան կարելի է լսել, բայց հիշեց այս 7 համարները, որում համար մենք այսօր պիտի անդրադառնանք։ Ես այսօր պիտի փորձեմ շեշտադրել Մովսեսի բնութագրությունը և հոգևորությունը։ Առաջին, որ մեզի կուկա Եբրայեցիս 11-րդ գլխուն 20-րդ համարը։ Ինչ կսեն։ Հավատքով երբ ծնամ Մովսես իր ծնողներուն ցերկով 3 ամիս քավ ու պահպեցավ։ Վասնզի դրան քեղեցիկ տեսան ու չվախցան թագավորին հրաման։ Գսկսի Մովսեսի ծնունդով։ Մովսեսի ծննդյան ժամանակաշրջանին հրյա մանչերը ծնունդով մահվան դադարեցված էր։ Եբրայեցի գինը դղասավակ ծնավ մահաբաճություն թողնվելու չէ, թագավորին թաժան հրահանգը։ Բայց Մովսեսի մայրը հավատքով իր դրան 3 ամիս պահեց։ Գրծավ 3 ամիս թաքցնել հարևաններ կային, հսկիչներ, ոստիկանություն, նախանցողներ և բզդիգին ջջոցը և այլն։ Մայրը կարողացավ 3 ամիս պահել և ապա հանձնեց Աստուծո նախախնամության։ Հոս երեխան դակավին 3 ամսական է, որոշում, փափակ, ընդրության արջել չէր, բայց Մովսես ուներ յուրահատուկ մայր, ինչ որ գիհիշվի։ Թեև Մովսեսի մորը անունը չէ հիշված, ինչպիսին էլ մենք չենք գիտեր։ Որպես թե Մովսեսի մայրը կներկայացնե Սուրբ Հոգին քորձը, որ կքորձե աներևույթ ավես։ Իր քորձերով Աստված կփառավորվի, և մենք Աստուծո Հոգին չենք տեսած, ոչ անտեսնելու կարողություն ունի։ Այդ կարողությունը մեզի չէ տրված։ Մայրեր պատրաստ են անտեսանելի կերպով քորձելու իրենց զավակներուն բարձրացման համար։ Ասի մայրական փնաստ է, գզովի, գաշխատի, գքորձե, թող դրան երևնա, թող դրան դեղ մասնի, ինքը ուրախ է իր զավակով, փառք բադիվ չի պնդրեր, սա աստվածադուր շնորհք է։ Եկեղեցու մեջ
Կան քույրեր, որոնք անդեսանելի գերբով գործեն։ Օրհնյալը դա։ Այն քույրերը, որոնք անդեսանելի գերբով աս եկեղեցու աղոթքի սյուներն են։ Եվ ոմանք ալ եթե չտեսնվին, չեն գործեր։ Տեսեք սիրելիներ, կներեք, որ Հալեպը շատ գործած են, որպեսզի ոյ են եկում վիրավորած չլան։ Հալեպի մեջ քույրեր կային, որ եթե միկրոֆոնը չփռնեին, մենք իրենց արարության մեջ չէինք տեսնել։ Ցավոք սրտի։ Բայց կան քույրեր, Ալլահոս անդեսանելի գերբով գործեն։ Որը եկավ Մոսես Մանուկի կյանքի մեջ, որ իր մայրը ստիպեցավ հավատքի քայլ արել։ Այդ օրվա պայմաններով դրան պետք էր քննադատվեր։ Եվ ինքը հավատքի քայլ արավ եւ դրան շամփյուրի մեջ տնելով գցեց կեդը եւ հանձնեց Աստծուն։ Տեսեք սիրելիներ, եթե քու ֆիզիկական զոնունթիդ եւ կամ քու հոգեվոր աճմանդ մեջ գտեսնես Աստծո յուրահատուկ պահպանությունը եւ հոգատարությունը քեզի եւ աստվածային հատուկ կարգավորած պայմանները եւ հրաշքները եւ դու քու կյանքիդ մեջ ունեցած ես եւ ունենաս, այս կնշանակե թե դու ունիս հատուկ գոչումը։ Դերը քեզի տված է հատուկ գոչումը։ Քու մանկությունը ցույց կտա քու գոչումի փնուտակությունը։ Սկսիր մտածել, ինչպիսի պայմաններու մեջ դու ծնած մեծացած ես եւ ինչպիսի պայմաններու հանդիպած ես։ Նաեւ ինչպիսի մտնոլորտի եկեղեցու մեջ դու հոգեորապես ծնունդ արի, դերը քեզ ինչ բանի կկանչե։ Քու մանկությունը սկիզբն է Աստծո կատարելի գործերուն քու կյանքի մեջ։ Մենք անցյալ պատկաններու մեջ տեսանք, թե մայրեր Դիմետրիոսներ պատրաստեցին։ Մովսեսի մայրը իր դուղուն ծնած օրեն պատրաստեց, որ Մովսեսը մեծադարով Մովսես ըլլա։ Այդպես պատրաստեց իր դուղուն։ Այսօր երկու օրինակ պիտպերեմ իմ գանքես ինձի ներողամիտ երիք, երբեք միտքիս մեջ չիգա իմ անցս ներգայացնեմ, բայց կուզեմ ցեզի օրինակ մտալ։ Երբ ես ապաշխարեցի, տարիները անցավ, որոշ կերպով իմ գոչումս, վարկևս, ծառայությունս սկսավ իհայտ կալ, եւ մեկն ու մեկը վարտահրավերներ, դժվարություններ, խնդիրներ հարաճ կային։ Որը մայրս ինձի պատմեց մեկ անգամ, շատ պատմած է, սաբդղաս քու ծնունդդ ինձի համար եւ սարքեզի համար մեծ նշանակություն ունի։ Ինչպես սավ հղի էի, վերջին օրերն էր, երկունքս ստացվեց եւ սավ կացինք ծննդալը։ Հալեպի մայրանոց, այդպես է։ Հալեպի հայության 99%-ը, 57-ն մինչև վերջերս մի քանի տարի, բոլորը այդ ծննդալումը վերթային։ Եվ սա գիրագի է որը։ Ծննդալում կացինք, գողքը Հալեպի հայ առաքելական եկեղեցասիրած եղբայրացություն էր, 28-ն հիմնված։ Եգոն իրենց պաշտամունքը գեսորեն ետքներ։ Դրաս սկսավ ժամը 3 եղավ և եկեղեցասիրածը սկսավ պաշտամունքի և պաշտամունքը գսկսվեր հայրմերը, երկեցորություն։ Եվ սավ հայրմերը երկվեցավ և տուն ծնար։ Դրաս սկսավ տուն հայրմերով ծնած ես։ Ասի ինձի ծնցեց, ասի ինձի շատ աստեց, որովհետև գսկայի
ուղղակի անուղղակի ուզեր մայրս հսկել այդ գոչումը, որ Աստված տված էր, ինքը գտեսներ եւ ուզեր, որ ես այդ գոչումի մեջ ըլլամ։ Հալեպի մեջ որպեսզի ես իմ աշխատանքի օրերս քարոզը պատրաստեմ աշխատանքես ետքը, զոկանչս եւ դիգինս բրիսկեն գարնեին դունեն դուրս այցելության գերտային, ինձի դունը ազատ կթողնեն եւ գսեն նստիր քարոզը պատրաստել։ Մենք ըստիգը չենք ուզեր քեզի արկել կլալ։ Ոչ թե միայն ասկան կտեսնեի Գաբրեի, որ իրենք ինչպես կաղոթեին, ինչպես աղոթքի մեջ էին, որպեսզի այդ պատկամը պատրաստվեր եւ գերագի օրը օրհնություն ըլլար։ Հիմա մենք կխոսենք մայր ու զավակ, մենք կխոսենք Տեր եւ Տիկին, ինչպես Տերը քեզի գոչում կտա եւ ինչպես Տերը քո ճանապարհը կպատրաստի, գուտա քեզի անցիկ, որ քո թևերը կբարձրացնեն, քեզի աղոթող կլինեն, որպեսզի Աստուծո անունը փառավորվի։ Սիրելիներ, գուքա օրը, որ Աստված Հեսուին ասա, իմ ծառաս Մովսես մերավ։ Հիմա արիտը քեզի։ Մովսեսի վես, Պողոս Արաքյալի վես առաջնորդներ, գուքան օրը, որ Հեսուն գսկա իր գողքը Մովսես չգա, Տիմեթիոսը գսկա, որ իր գողքը Պողոս Արաքյալ չգա։ Բայց իրենք պատրաստած են այնպիսի գործիչներ, որոնց ետին եկեղեցին գաղութ է։ Որ գուկա աս եկեղեցու անդամները կփոխվի, իզմես կսյա։ Բայց եթե եկեղեցին աղոթող է, եկեղեցին իր առաքելությունը գշարունակե։ Իմ պապակս այն է, որ մենք ըլանք Աստվածաշունչի աղոթող եկեղեցի, որպես Աստվածը, որ Տերը մեզ տվավ, մինչև իր կառուցքը իր առաքելությունը շարունակե Աստվածի մեջ։ Երկրորդ, 11-րդ 24-րդ համարը։ Հավատքով Մովսես երբ մեծավ, չընդունեց փարավոնի աղջիկան որդի կոչվելը։ Վաա! Բալատ, թակուի, իշխանուի, եւ թող ասես ոչ, ինչպիսի միտ կյանք, հավատք, հոգևորություն։ Ուքա ժամանակ սիրելիներ, որ մենք հայտնելու ենք կամ խոսելու ենք մեր պատկանելիության մասին։ Ով ենք մենք, ինչ է մեր կյանքի նպատակը։ Հանրային ծառայության չկացած շատ մեծահարուստ բարբեդ ունեի, բարիքուն առումով։ Օրմը սավագով բաղը գիրագի օրգուկաս մինչև կեսոր կաշխատիս աշխատանք մգա հասնելու ենք ուշացած ենք։ 18 տարեկան եմ, մեծ բարբեդ տարիքով, անուն ուներ։ Սի ես գիրագի օր եկեղեցի կերտում։ Մեղքետ վիզիս, եկորս ավ աշխատիր։ Հալեպ գործավորներ այն ժամանակ ասպես վարբետներուն էտ կատակն էլ խոսին չի գար։ Վարբետն է։ Գեցա ասանք ինչ է սա։ Սի վարբետ կուկան, բայց իսի աշխատավար չեմ արդար։ Ծրի կաշխար։ Փոքր ինգա։ Իրեն պես միլիոնադեր, ես կիտ աշխատի մինե առանց փողի։ Կնա եկեղեցիտ, ինձի եկեղեցիս ուղարկեց, Տերան է չի բացավ։ Չգիտեմ, ոնց որ ինքը դգարին գա, ոնց որ ինքը բարդվեցավ իր փորձավորին արջը, լուրջ չեր խոսեր, ձանր շուկով մարդ էր, օրեր է եկավ,
շաբաթօրեր արյել շաբթի աշխատանքի դիչի երթայի մի քանի օր մեջ պիտանցնեի ես ինձի զինագոչիկ Ագոպսա եթե ընկերներիդ մեջ քեզի պես խելոք հավատացյալ ընկեր ունիս ղրգեք ու դեղը տող աշխատի հոն սկացի որ իզվե թշկոր չէ քո մնացած է բարվելսի ես իրագի օր եկեղեցի գերտան Պողոսը սա ինձի համար ապրիլը Քրիստոս է Ով է քու դերդ Ով է Մովսեսի դերը Փարավոն թե Յահվե Մովսեսի մայրը իր գաթին հետ իր զավին փոխանցեց իր հոգին եւ իր աղոթքը Ինչ հոգի կփոխանցենք մեր զավակներուն Ինչ հոգի կփոխանցե մեր եկեղեցին իր անդամներուն եւ շրջապատում Լավ գիտեք որ մեր եկեղեցու նշանապանն է փոխանցել Քրիստոսի սերը եւ սրբությունը Այսօրվա ցանված սերմերը վաղը գաճեցնեն նգարակիրը մեզ մեր յուրաքանչյուրին ինչպես Մովսես եւ Դիմետրիոս այս օրինակները բարձրապես հիշեցնում են Երրորդ 25-րդ համարի մեջ խտացված մենք ինչ կտեսնենք Մովսեսի համար է խոսքը, քանզի ավելի աղեկ սևեց Աստուծո ժողովրդին հետ չարչարվի, քան թե մեղքին ժամանակավոր զվարճությունը։ Չեմ գիտեր, որքանով դուք հետաքրքրված եք բալադական կյանքով։ Բալադական կյանքը ինչպիսին է։ Երբ իրավունքով կան իրենց խոսակցության թեման, իրենց փափակները Ինչպես իրենց մոտ կուկա, ձեզի ասեմ երբեք մեր սովորական կյանքին չի նման։ Բալադական կյանքը բոլորովին ուրիշ կարգավիճակ ունի։ Մովսես բալադական կյանքի մեջ էր։ Գար իր դիմացը իր ժողովուրդը եւ գար իր դիմացը բալադի կյանքը։ Սե ավելի աղեկ սևեց Աստուծո ժողովրդին հետ չարչարվի, տեսեք ինչի ինչին հետ կփոխի։ Բալադը զվարճությունը կփոխեր, որ ինք դիներ իր ժողովրդին հետ թեգուս չարչարանով։ Մովսեսի երիտասարդության կյանքը դեղն է եկավ, որ ինք կանգնեցավ ընտրության առջև։ Հիմա Մովսես ընտրության առջև եկած է։ Բալադի կյանք, մեղքի ժամանակավոր զվարճություն եւ գա բադվավոր կյանք Մերժել մեղքը ապրելու անցնուրացությամբ։ Իր ժողովուրդը քերի ժողովուրդ էր, բայց ինքը յուրահատուկ կարգավիճակ ուներ, որ բալադի մեջ էր։ Ինքը ընդրեց իր ժողովուրդը։ Ոչ թե ինչպիսի շրջանակի մեջ գաբրին, այ մեր մեջ ով գաբրին։ Ոչ թե մեր շուրջը ինչ կա, մեր մեջ ինչ կա, և ինչի կփափակի մեր հոգին, ինչն է մեր ցանկությունը, մեր դենչանքը, որում ուզենք հասնել։ Հավատացյալ երիտասարդներուն առջև շատ մեղքի զվարճանքի առիթներ կան։ Մանավանդոց ես կտեսնեմ մեղքը ինչքան շատ է, և ասեմ ինչքան էժան է։ Հայաստանի մեջ մեղքը էժան է, նյութականով ուրիշ երկրներ շատ ավելի թանկ է, և անոր համար այսօր երիտասարդությունը անոր մեջ խորասուզված է։ Հավատացյալ երիտասարդը անոնցմեն փախչելով գարժանանա Աստուծո հաճությանը, և ապա դերը իրեն գուտա բադվավոր գոչում, երբ որ հրաժարինք մեղք են։ Մինչև այսօր
Եգիպտոսը չի գրնար մորնալ Հովսեփին եւ Մովսեսին։ Եթե որ արիք ունենաք Եգիպտոս այցելեք եւ Եգիպտոսի թանգարանները որ հրաշալի է, երտաս այցելես Եգիպտոսի թանգարանները, գուկան այդ բաժինը, որ գուկան քեզի ցույց կտան, գսեն այս ծորենը Հովսեփ բահեց, հավաքեց, բահեց եւ Եգիպտոսը փրկվեցավ։ Մենք որպես ավադացիաներ ինչ կտեսնենք, որ Փարավոնյան թագավորության մեջ ներկա մուսլիմանական երկրի մեջ իրենք լուրջ չունեն, որ խոսում են Աստվածաշնչի մասին, անինչ որ մեր հավատն է, ես տեսա, մեր անգամ այցելեցի, շատ ուշադիր այդ Փարավոնի թագավորներով չէի հետաքրքրված, ասի հերիք է մեր էլի թագավորներ տեսնեն, բայց ասի այդ ծորենը ուզեմ տեսնել, որտև էդի մեր Հովսեփ եղբայրի շնորհքն է, իմաստությունն է, այսօր Եգիպտոսը չի գալա մորնալ Մովսեսին։ Տեսեք, այս գոչում է հետապնդող երիտասարդներուն վկայությունը ինչպես կհիշադակվի մինչև օրս, թեկուզ ոչ քրիստոնյա երկրի մեջ, կամ մուսլիմանական բերության մեջ։ Չորրորդ կետը 11:26-ը ինչ կսե, ավելի մեծ հարստություն սեվեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի քանցեր, այսինքն հարստություն կմերժեր, վասնզի թիդելով կսպասեր վարձքի հատուցումը։ Մովսես գիտեր, թե Եգիպտոսը Աստուծո թշնամին է։ Մեղքի երկիր, աշխարհասեր երկրի խորհրդանիշը Աստվածաշունչի մեջ Եգիպտոսն է։ Մովսես Աստուծո թշնամիին հետ բարեկամություն չրավ։ Եգիպտոսը մեղքի աշխարհ է։ 96 թվին էր, երբ Եգիպտոս այցելեցինք, շուգան էինք, հիմա Եգիպտոսի արաբերենը Սուրիա, Լիբանան, Հորդանան, Բաղեստինի, Իրաքի արաբերենը չէ, դարբեր է։ Մանավանդ ես չեմ սիրեր, տեսակ մնե, կամ թող եգիպտացիքներ են, շատ փողոցային արաբերեն է։ Մենք ալ հայաբահբանություն ասան, հայոց հազար լեզու սորվիր կորեզում իմ որանար, այդպես մեծացրել են մեզի, այդ լեզուն մեր դուրը չեր կար, յանաբարին կայլում էինք, Էդս հարապախոս եղբայր մգար, մենք նադեսնենք, մենք եկեր է մեր ետևեն խոսում է, ես հագան չի կախեցի, վեճը դղան թողեց կնած։ Սի Ջորջ, ինչ ասաց, խնդաց ընգերես, որտև էնպիսի պամն են, որ մենք Սիրիայի չենք հանդիված, Սի Ջորջ ինչ ասաց, ասաց, որ տեղին մազերով աղջիկ ուզում եք, ձիծաղեցանք, մենք կացել ենք համակումարի, սուկ երկի տասը տացքի, եկել է մեզի ադի այդ օրին մեզի համար զարմանք էր անագնգալ էր նորություն էր, այդպիսի բանի չէինք հանդիված, Եգիպտոս մեղքի աշխարհ է, մեղ, անանք գախարտություն կա, անանք վհուկներ կան, անանք բղծություն կա, խելք է միտքևեր, չես իսել արապական երկիր է։ Եվ ոնց որ անոր արմադը Փարավոնի օրով էր։ Եվ Մովսես մերժեց։ Սիրելիներ, մենք Քրիստոսի ձարաներս մեր դերոճմեն մեծ չենք։ Հիսուս սավ երբեք ձարան իր դիրոճմեն մեծ չէ։ Եթե մեր դերը Քրիստոս նախադին կրեց, ուստի մենք ալ պատրաստանանք այս աշխարհի կյանքեն հեռանալու, թեկուզ անոր քինը վճարենք։ Մեղքեն հեռանալու քինը։
Հովսեփ մեղքը մերժեց, անորքին ինչ էր փանդարություն էր։ Բայց դա իր փաստացման ճանապարհն էր, Փառք Աստուծո։ Հավատացյալի կյանքի մեջ նեղությունները դեռ բարի գործակից կնե եւ ապա կփաստացնեն։ Էսի աստվածաշնչյան սկզբունք է։ Մովսես կճանչնար իր Աստծուն եւ հավատացած էր աստվածային բարձրությանը։ Սիրելիներ, ձեր հավատքը, նվիրումը, անձնորացությունը իզուր չէ։ Գուքա օրեր դերը կբարձրացրե եւ դերոջ բարձրության տուն ու շրջանակը եւ եկեղեցի կուրախանա եւ Աստված կփառավորվի։ Մովսեսի բարձրությունը Աստուծմե էր, թե երկրի վրա եւ թե երկնքի մեջ։ 5-րդ գերը 27-րդ համարը 11-րդ Հավատքով Եգիպտոսը թողուց ու չվախցավ թագավորին փառքութենեն։ Թափեց Եգիպտոսը, վասնզի համբերեց, որպես թե անդեսանելին կտեսներ։ Սիրելիներ, Աստուծո խոստումներուն վստահիլը եւ անցնվիլը կնշանակե տեսնել անդեսանելին։ Անդեսանելին տեսնել կնշանակե վստահիլ Աստուծո, որ ինք ամենակարող եւ ողորմած Տեր է եւ իր խոստումին Տերն է, գուքայ ժամանակը եւ Աստված քեզի կբարձրացրե իր աստվածային փառքով եւ ոչ թե մարդոց նման։ Ես անցամ Քրիստոսի ծառա Դագավին սպասում եմ տեսնելու անդեսանելին, որն է իմ սպասումս, իմ անդեսանելի սպասումս, տեսնել արթունությունը աս եկեղեցու մեջ, որուն ծառավը հավատքի կյանքիս առաջին օրեն ունեմ։ Երբ ես հավաշխարեցի իմ եւ իմ հավատակից եղբորս հետ, Դերը մեր սրտի մեջ թրավ, որ դուք ունենալու եք արթունություն, տեսնել հոց բազմություն Քրիստոսի եկած։ Օր եկավ, Դերը մեզի հալելի մեջ մենցներ տվավ, խուրներամ գվեցվեր, մենք կեսօրե ետքը երկու բաշտամուն կնեինք, թիվը մեծ էր, մեծ սրահ արինք, մեծ էր երբ որ գշինվեր, երբ որ սարկվավ ներս մտանք արդեն փոքր էր, 250 հոգի, Պաշտամունքի ներգա գլնային, որտեղ մեր թիվը հասած էր 500-ի 2 հատ կանին, մի հատ ժամի 5-ին, մի հատ ժամի 7-ին։ Այդ գրագը, այդ փափակը իմ մեջս է, ինչու Դերը մեզի տվավ ասվայրը, երբ որ ասվայրը գսարկվեր, ջարդարաբեր լսավ ինչ եկեղեցու լայնքով են, սիվաղը փորոր երեխաները գիտնեցին։ Եվ զարգազարտին մեկ օրինակը վայրեցինք և տեսակ որքան ըսկացված էի, լեցվելու բադամիներով, լեցվելու երդասարդներով, երջախումբով, Դերը մեզի ասվայրը տվավ սիրելիներ։ Մենք չհոգնեցանք, Դերը մեզի շնորհ կրավ, որդյանը լա Իրանում։ Հիմա հավատքով մենք կսպասենք տեսնելու, ինչ, անդեսանելին, որն է մեր շուրջը գտնվող ժողովրդի փրկությունը։ Եվ վերջին տերգերը, 11:28, հավատքով ըրավ Զադիկը և արյուն սրսկելը, որպեսզի անդրանիկները սատկեցնողը իրեն չտպչի։ Ամբողջ Եգիպտոս աստվածային փառքության ներքո էր, Դերը եսավ արյունը սրսկե, որ երբ հրեշտակը անցնի և տեսնե տրամտիկներուն վրա զոհված քարմունին արյունը եւ ծեր վրային անցնի։ Անոր համար անգլերենի մեջ կսե pass over, վրային անցնի, չխփել։ Եվ Դերը ասավ, աս ծեր փրկության հիշադակը ամեն տարի գնշել։ Եվ ճիշտ այդ օրն էր, որ Հիսուս նոր ուխտը գնքեց։ Դվալ մեզի
իր մարմինը փեգանված եւ իր արյունը մեզի համար սրսկված խաչապայքին վրա։ Եվ ինք ասիկա հավատքով ըրավ։ Սիրելիներ, մենք հաղորդության հիշատակությունը նշելու ենք հավատքով, քոհությամբ եւ երկյուղով։ Ամեն անգամ գրկնելու ենք, մոդելանու ենք հավատքով եւ երկյուղով, քոհունակ սրտով, քանզի հոն Քրիստոսի ուխտով է, որ մենք կյանք եւ ավելի կյանք ունեցանք։ Քրիստոս կբնակի մեր մեջ, Քրիստոս կբնակի մեզի հետ։ Ուխտի քրավականը իր մարմինը եւ արյունը մեր մեջ։ Եվ վերջին գետը 7-րդ գետը որ գսե հավատքով գարմիր ծովեն անցան, որպես թե ցամաք է։ Ինչ հրաշք, որում փորձը ընելով եգիպտացիք ընկղմեցան։ Սիրելիներ, այսպես կամ այնպես, ուքա օրը, որ մենք կթիմագայենք մեր գարմիր ծովը։ Ասի երկնային պատկանը։ Ուքա ժամանակը, որ գնայիս արջևըտ պակ և ետևըտ պրոբլեմ։ Ինչ կանենք։ Դերը գսեքու գարմիր ծովըտ կպացվի։ Պատկամուտ ունիր այսօր։ Կոց թրները դերն է, որ գպանա։ Մարդկային մտքով, խելքով, ճաշակով, կարողությունով ոչ։ Ու հավատքդ Աստուծո հրաշքը։ Ձեր հավատն է առաքյալս է, որ աշխարհին կհաղթի։ Ան որ քեզ կանչած է, ան որ քեզ ընտրեց եւ ընդունեց, որպես իրեն զավակ, Քրիստոս, որ սավտուք զիշ չնդրեցիք, ես ձեզ ընդրեցի, ես ձեզ ընդրեցի եւ կանչեցի, որպես երտակ եւ բդուղ բերեք, եւ շատ բդուղ բերեք, եւ ձեր բդուղը մնա, դերը ինքը մեջը պիտի կործե, դերը ինքը պիտի կործե քեզի համար։ Եվ այսօր մենք կտեսնենք Աստուծո մարդուն փնուտակության գետերը։ Կարոզի թուղթերը ցեզի պայժներու գարիքը չի գալ, Եբրայեցիս 11-րդ գլուխը կպանակ եւ 24-րդ համարեն կսկսիկ կարդալ։ 87 գլուխներուն խդացված է։ Եվ կտեսնեք ասված Մովսեսի մանկութենեն ինչպես կործեց։ Եվ ամփոփեմ պատկամս։ Սիրելիներ, երկնային գոչում իր քինը ունի։ Եթե տուն հետամուտ ես ճանչնալու քու գոչումըդ, անոր քինը վիճարելու ես։ Դարիներ առաջ, երբ որ 23 տարեկան է մեր երեց եղբայրս Արի Վիրակնորյայի ուսուցիչ եղիր, մի քիչ ակտիվ դրակ կայի, հասկանում եք, ակտիվ, եղբայր կոկո աստեղ մենք չենք իսեղ, աստղան չար է, ասենք աստղան ակտիվ է, կորզունյա է, էդի լավ պակ չենք չար է։ Ուրեմն հարետ կրաթարան գար, անունը Գյուլասեր էր, էլա կողոքացի։ Ասես ինձ ինքս ներգայացեցի, չէ, սավ ես Գյուլասերյան չեմ, իմ անունս Գյուլասեր է, ասի լավ։ Բաջարկի կրաթարան։ Ասի ես կանչված եմ երեխաներուն դասավանդելու, ինձի քիրքն էր, դվը, կերմանացի էր։ Քիրքը արևելահայերեն էր, առաջի քիրքը, որ արևելահայերեն կարդաց է։ Հոն կերմանացի պրոֆեսորը գսետ է, կյանքի մեջ ամենե կարևոր դվյալներեն մեկը այն է, որ մարդ արարատ ճանչնա իր գոչումը։ Ինչ է, քու գոչումը, ինչ բանի համար ծնվել ես։
Մենք ամեն բան չենք կրնա անել, բայց կա մի բան, որ դու կարող ես անել, դա աստվածատուր է քո մեջ։ Հետևիր ճանչնալու քու գոչուն։ Եվ գսե դու ինքդ եղիր ինքնազարգացող, դու ինքդ եղիր ինքնաճանաչող, ինքս ինքդ ճանցիր, դու ինքս ինքդ ջանացիր և դու եղիր ինքս ինքդ քու անձը ինքնագրթող, ինքս ինքդ գրթեք, ինքս ինքդ դաստիարակեք։ Եվ այդ մեկը քին ունի վճարվելու, որպեսզի դու աճիս զորանաս քո դեսիլքի մեջ։ Այս խոսքերում Արնադը Սուքիրքի մեջ կա։ Պողոս Արաքյալ Դիմետրիոսին գսե անհոգմի ելար քու ունեցած պարգևիդ վրայով, որ 30 ձեռքերը քու վրա թրվելով դրվեցավ։ Հաբա անոնց մեջ բարաբե, ադոնց մասին խորե, այդպես կներով դու ինքդ պիտի ապրեցնես և քո եկեղեցին։ Ճանցիր քու գոչումդ, հետևիր, զարգացիր քու գոչումի մեջ և մի հուսահատիր քու գոչմանը մեջ։ Որպես հավատացյալ եղբայր և քույր, ես հավատում եմ։ Ես հավատում եմ Սուրբ Քիրքիս։ Յուրաքանչյուր հավատացյալ ունի աստվածատուր պարգև։ Դու ունիս պարգև։ Հետևիր ամուր։ Բրբդե, փնդրե։ Որովհետև անպայման քու պարգևը եկեղեցին արգտեսն է։ Գսե, չէ, դու եղբայր քույրս, եսի քոնը չէ, ես է քո քոնը։ Ամեն մեկենից բանը պիտի ունենք։ Միշտ լսել եմ, ես սենտեզին չմոտենամ, չլար, ես չստացվիր, ավասկսել մենք կխոսինք, այդ չեք կնան էրգել, պարտիկան գերկել, գտեսնես ետմեմը երկչույներ ինչ լավ գերկել, միկրոֆոնը գարն են խոսել, կասկես տոն երկել, միշտատով խոսել, կարևորը, թող եկեղեցին աճի։ Մենք ամենքս ամեն ինչ չենք կրնար։ Ինչ է քո գոչում, Սուրբ Գիրքը գխոսի պարգևելու մասին։ Քույրս եղբայրս դու պարգև ունիք։ Դես մանկությանդ, նայիր ինչպես ապաշխարեցիր։ Հետևիր թե եկեղեցիդ քեզի ինչ կփոխանցի։ Պիտի գրկնեմ ու պիտի գրկնեմ, ինչ է մերնին պիտի գրկնեմ, մեր նշանապանը իրարու հետ սիրով աստուծու արջև սրտությունով։ Ես ուրիշ բանով չեմ հետաքրքրված։ Ուր գաբիս, ինչպես գաբիս, փողերդ ոնց մեզ կձախսես խնդիրը է։ Բայց մենք կպահանջենք սեր և սրտություն։ Գոչումիդ մեջ մի ուսահատիր։ Դերը պիտի գործե քո մեջ, դերը պիտի գործե քո շուրջը։ Դերը քեզի օգնականներ պիտի մրգե, դերը քո արջևը ճանապարհներ պիտի բանա, գիտեք ինչու։ Որպես այդ գոչումը, որ ինքը տված է, ինքը պիտի որոքե։ Ով է այն երկրագործը, որ հունդը կսերմանե և չի որոքեր։ Շատ բարձ է։ Ինչ որ դերը տված է, դերը քեզ անոր մեջ պիտի աճեցնե։ Դերը ցես բոլորը տարադարբես օրհնե։